Շնորհակալ եմ բանախոսներին, շնորհակալ եմ Գրիգոր ջան ներկայացնելու համար մեր ծրագիրը, ինչպես Գրիգորը նշեց, սա մեր այս 7 կետերը կարևորագույն կետերն են, բայց բազմաթիվ շատ հետաքրքիր եւ կարևոր կետեր մնացին չլսված, բնականաբար ժամանակի խնայողության համար ենք դա անում, կարող եք մտնել մեր կայք եւ այնտեղ մանրամասն ամբողջ ծրագիրը ներկայացված է։ Ինչ է, անցնենք առաջ։ 21 թվականից արդեն 5 տարի անցել։ Այս 5 տարվա ընթացքում ինչ ասես, որ չենք տեսել։ 18 թվականին երբեք չէինք կարող մտածել, որ այսպիսի արհավիրքներ ենք տեսնելու։ Նվաստացում ենք տեսնելու, օրենքների խախտումներ ենք տեսնելու։ Իսկապես մեր մտքով դա չէր անցնում։ Բայց արի ուտես, այդ ամենը եղավ պատճառների մասին կարող ենք երկար խոսել եւ դեռ կխոսենք։ Բայց այս պահին ես ուզում եմ մի փոքր նայենք դեպի ապագա։ Իսկ ապագայում մեզ սպասում են ընտրություններ։ Հունիսի 7-ին հեռու չեն։ Շատ դժվար ընտրության առաջ է կանգնած մեր ժողովուրդը։ Շատ դժվար։ Իսկապես, որ նայում ես քաղաքական դաշտին, տեսնում ես բազմազանություն, բազմաթիվ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացրել։ Ես չգիտեմ, կարող է 30-ի հասնի այդ թիվը։ Բայց որ մի քիչ ուշադիր ես նայում, տեսնում ես, որ ամենը այդքան էլ հեշտ չի, այդքան էլ պարզ չի։ Ամենտեղ կա ստորգետնյա ջրեր։ Եվ օրինակ, մի կուսակցություն, մեկը ասում է, ես խաղաղություն եմ բերել։ Ինձ որ ընտրեք կլինի խաղաղություն։ Բայց որ մի քիչ ուշադիր ես նայում, մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ իրենց քայլերով, իրենց գործողություններով, այս մարդիկ ուղղակի Հայաստանում սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Եվ սա ուղղակի խոսքեր չեն, սա ակնհայտ է։ Եվ ամենահետաքրքիրը, ասում են խաղաղություն ենք բերել, բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, շատ քիչ, շատ պետք չի, շատ խորանալ։ Հասկանում ես, որ ընդամենը իրենց կառավարման ընթացքում բերել են պատերազմ, այնուհետև պարտություն, այնուհետև նվաստացում եւ անդադար զիջումներ։ Եվ այս պարագայում այլ պետությունը, որը քո դեմ է տրամադրված, ինչի պետք է սկսի պատերազմ, եթե դու առանց պատերազմել բոլոր իր կմաճույքները կատարում ես։ Իհարկե նա երբեք չի սկսելու այդ պատերազմը։ Եվ ուստի այս խաղաղությունը խաղաղություն չէ, սա պատերազմի բացակայություն է, մինչև այն կետը, որ այս պետությունը այլևս էլ պահանջելիք չի ունենա։ Եվ նոր պահանջը, որ դու չկատարես հանկարծ կբերի ցավոք սրտի հենց այն պատերազմի, որի մասին անընդհատ խոսում է գործող իշխանությունը։